Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնի հիմնական թողարկումն է։ Նախորդ թեմաները վերնագրերով։ Մերձավոր Արևելքում 4-րդ օրը շարունակվող պատերազմն ընդլայնվում է, կողմերը միմյանց սպառնում են գնալ մինչև վերջ։ Ընդամենը 15 հայ է օգտվել Տոմսը 1000 եվրոյից սկսվող տարհանման թռիչքից, կառավարությունը չի փոխհատուցում։ Այսօրվանից մենք մնալու ենք մեր նույն հյուրանոցում, մեր նույն սենյակում, Աբու Դաբի կառավարության հաշվին։ Իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Իշխանության ու ընդդիմության նախընտրական հարցումները տրամագծորեն տարբեր պատկեր են ցույց տալիս։ Ջրային կոմիտեի ղեկավարը հաստատում է, ամռանը գիշերային ջրանջատումներն անխուսափելի կլինեն։ Ես կարծում եմ վերևներից հրահանգը իջեցրել են ու Քաղաքապետին խիստ քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է, իրեն կրկին փորձում են մեկուսացնել։ Սկսենք Իրանից, պատերազմը կանգնեցնելու նշաններ անգամ չկան, ճիշտ հակառակը կողմերը սպառնում են, որ ամենաուժգին հարվածները դեռ առջևում են։ Իսրայելն այսօր թիրախավորել է Իրանի նախագահի նստավայրը, Թեհրանն արդեն շուրջ 800 զոհի մասին է հաղորդում, խոստանալով վրեժ լուծել։ Պատերազմի 4-րդ օրը ԱՄՆ-ն, Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, մեծացնելով հակամարտության աշխարհագրությունը եւ խնդիրներ առաջացնելով ողջ աշխարհում։ Այսօր Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Թիրախավորել են նաեւ բարձրաստիճան հրամանատարի, սակայն մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Թեհրանում հարվածել են նաեւ ռազմական ուսումնական հաստատության եւ լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքների, այդ թվում ռադիոյի եւ հեռուստատեսության պետական հեռարձակողի գլխավոր գրասենյակին, որը ըստ Իսրայելի կիրառվում է նաև ռազմական նպատակով։ Նախագահականին հարվածից քիչ անց նախագահ Փեզեշքյանը հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է իր գործառույթները ողջ երկրում եւ նահանգապետերի հետ համակարգում իր գործողությունները։ Ըստ մեհեր գործակալության Իրանի արևմտյան Համադան քաղաքում իսրայելо-ամերիկյան հարվածներից սպանվել է առնվազն 5, վիրավորվել 25 խաղաղ բնակիչ։ Քերման նահանգում ռազմաբազային հարվածից 13 զինվոր է զոհվել։ Ռազմաօդային ուժերի եւ նավատորմի 5 անդամ էլ ըստ ԻՍՆԱ գործակալության զոհվել է Բուշեր նահանգում։ Պայթյուններ են լսվել նաեւ Սպահանում եւ Շիրազում։ Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի, նրանցից 180-ը սպանվել են Մինաբ նահանգում օրիորդաց դպրոցի վրա հարձակումից։ Աշակերտներից 165-ին այսօր են հուղարկավորել։ Reuters-ը կադրեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Նաթանզի ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտի մուտքը հարձակման է ենթարկվել եւ վնասվել։ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն այսօր հաստատել է այս տեղեկությունը։ Կարմիր մահիկի տվյալներով Իրանի վրա առ այսօր իրականացվել է 1039 հարձակում, տուժել է 153 քաղաք, ընդհանուր 504 վայր։ Ըստ իրանական մամուլի արգելվել է երկրից բոլոր տեսակի սննդամթերքի եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը մինչեւ հետագա ծանուցումը։ Իսրայելը նաև շարունակել է հարվածները արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի օբյեկտներին Լիբանանի ողջ տարածքում, այդ թվում Բեյրութում, որտեղ թիրախավորել են Հեզբոլլայի առաջնորդների հանդիպումը։ Իրանի աջակցությունը վայելող շարժումն էլ հայտնել է, թե իսրայելական 3 ռազմական օբյեկտի է հարվածել։ Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է, որ բանակն առաջ է շարժվում Լիբանանի հարավում, որպեսզի լրացուցիչ տարածքներ գրավի Իսրայելի սահմանային բնակավայրերի վրա կրակը կանխելու համար։ Դրանից հետո ըստ Լիբանանի պետական լրատվական գործակալության լիբանանյան բանակը սկսել է հետ քաշվել առաջնագծից։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, ինչի հետևանքով 7 մարդ է վիրավորվել Բնեի Բրակ եւ Ռոշ Հային քաղաքներում։ Իրանը նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում։ Իրանական Ֆարս գործակալության պնդմամբ Իրանը ոչնչացրել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի հրամանատարական գլխավոր շտաբը։ ԱՄՆ-ն դեռ չի մեկնաբանել սա։ Սաուդյան Արաբիայում ենթադրաբար իրանական անօդաչուները հարվածել են ԱՄՆ դեսպանատանը, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է, որ Իրանի հարվածներից երկրում 3 մարդ է սպանվել, վիրավորվել եւս 68-ը։ Նաեւ հարձակման է ենթարկվել Ֆուջեյրա նավթային տերմինալը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Երեկվա հարվածից հետո Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է։
Չնայած բանակցությունների նստելու բազմաթիվ կոչերի դեռ ոչինչ չի վկայում, որ առաջիկայում պատերազմը կդադարեցվի։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, թե Թեհրանը մտադիր չէ բանակցել եւ հիմա կենտրոնացած է ինքնապաշտպանության վրա։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ու Իսրայելն են սկսել պատերազմը, նրանք էլ պետք է դադարեցնեն այն։ ԱՄՆ նախագահն էլ սոցցանցում գրել է, որ վերացրել են Իրանի հակաօդային պաշտպանությունը, ռազմաօդային ուժերը, նավատորմը եւ ղեկավարությանը։ Նրանք ուզում են բանակցել, ես ասացի, չափազանց ուշ է, գրել է Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ասել էր, թե ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշար ունի պատերազմելու համար։ ԱՄՆ պետքարտուղարն էլ ասել է, որ Իրանին ամենածանր հարվածները դեռ առջևում են։ Մարկո Ռուբիոն շեշտել է, համատեղ գործողությունների նպատակն է ոչնչացնել Իրանի հրթիռային ծրագիրը։ Ըստ նրա, Թեհրանը մտադիր է այնքան ուժեղացնել հրթիռային կարողությունները, որ ոչ ոք չհամարձակվի ընդդիմանալ իր միջուկային ծրագրին։ Ահա թե ինչ էին նրանք փորձում անել, անձեռնմխելիության այնպիսի կարգավիճակ ձեռք բերել, երբ տարածաշրջանին կարող են այնքան մեծ վնաս պատճառել, որ ոչ ոք չկարողանա ոչինչ անել նրանց միջուկային ծրագրի կամ միջուկային ձգտումների հետ կապված։ Իսրայելի վարչապետն էլ ասել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը մտադիր չեն անվերջ պատերազմել, պատերազմն արագ կավարտվի։ Բենյամին Նեթանյահուն Fox News-ին ասել է, որ հարվածները պայմաններ կստեղծեն, որ Իրանում փոխվի ռեժիմը եւ գա խաղաղության դարաշրջան։ Դա կարող է որոշ ժամանակ պահանջել, բայց ոչ տարիներ, սա անվերջ պատերազմ չէ։ Իրականում սա հիմա գործադրվող ջանք է, հասնելու այն խաղաղությանը, որը բոլորս ենք տենչում ու աղոթում դրա համար։ Կարծում եմ, միասին կհասնենք դրան։ Շաբաթ բռնկված պատերազմն արդեն տնտեսական խնդիրներ է ստեղծում աշխարհում։ Նավթի համաշխարհային գներն աճել են, Brent տեսակը հասել է $85 մեկ բարելի դիմաց։ Չինական խոշոր նավթավերամշակողներից մեկը փակել է մի արտադրամասը, որը նավթ էր գնում Սաուդի Արամկոից։ 3 անօդաչուի հարվածից հետո Սաուդյան Արաբիայի նավթային հսկան կասեցրել էր իր տերմինալներից մեկի գործունեությունը։ Հնդկական ընկերություններն էլ կրճատել են հեղուկ գազի մատակարարումը ձեռնարկություններին, երբ Կատարը դադարեցրեց հեղուկ գազի արտադրությունը։ Ինդոնեզիան հայտարարել է, որ կսկսի ավելի շատ ամերիկյան նավթ ներմուծել։ Պատերազմի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել, միայն Կատարում 8000 տարանցիկ ուղևոր է արգելափակվել։ Պակիստանը հայտարարել է, որ մարտին իր օդային տարածքը մասամբ փակ կլինի։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ Իրանում պատերազմը դադարեցնելու եւ բանակցություններին վերադարձի նպատակով։ Թուրքիան մասնավորապես ակտիվ շփումների մեջ է Օմանի կառավարության հետ, որն ըստ Ֆիդանի եւս փորձում է որևէ արդյունքի հասնել։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, թե Իրանի դեմ սանձազերծված պատերազմը կարող է ճիշտ հակառակը խթանել միջուկային զենքի ստեղծման ուղղված ջանքերը եւ ոչ միայն Իրանում։ Սերգեյ Լավրովը միաժամանակ պնդել է, որ Մոսկվան դեռ որևէ ապացույց չի տեսել, որ Թեհրանը միջուկային զենք է մշակում։ Իրանի բոլոր օդանավակայանները փակ են, երկրից հեռանալ հնարավոր է միայն ցամաքային ճանապարհով, այդ թվում Հայաստանի սահմանով։ Я сам из Теграна, постоянно бомбили. Ես ինքս Թեհրանից եմ, անընդհատ ռմբակոծություն էր։ Պայթյունները իհարկե տեսել եմ, արդեն 4-րդ օրն է շարունակվում է։ Խանութները աշխատում են, հիվանդանոցները աշխատում են, լցակայանները աշխատում են, բայց էլ ոչինչ չի աշխատում։ Քաղաքում մարդ չի մնացել, բոլորը դուրս են եկել, կամ իրենց ամառանոցներն են գնացել։ Մեռյալ քաղաք է դարձել։ Պատկերացրեք, օրվա ընթացքում 50-60 անգամ ռմբակոծում են։ Շատ վախենալու է, մանավանդ եթե երեխաներ կան ընտանիքում։ Ես օրինակ հնարավորություն ունեի, արտասահման եմ գնում, բայց եթե մյուսները նման հնարավորություն չունեն, չգիտեմ ինչ պիտի անեն։ Շատերը տանը ուտելիք չունեն։ Հեռուստատեսությունով ոչ մի նորմալ բան ցույց չեն տալիս, այսինքն նորություններ չկան, ինտերնետ չկա։ Հիմա պիտի Երևան գնամ ու փորձեմ Գերմանիայի Տոմս գնել։ Очень многих нету продуктов дома. По телеку ничего нормального не показывают. То есть новости вообще практически нету ни интернета, ничего. Сейчас поеду типа в Ереван, чтобы купить билет и лететь в Германию. No, Turkish people. Turkish and Yes. you were in Iran? Yes, come to Iran. Ես թուրք եմ, գնացել էի Իրան, տաքսիով եկա այստեղ։ Ուզում եմ այստեղից Թբիլիսի գնամ։ Պարսկաստանում $200 ուզեցին տաքսու համար։ Թեհրանում հեռվից եմ տեսել ռմբակոծությունը։ Ես վաղը պիտի գնայի Թբիլիսի, բայց որոշեցի այսօր դուրս գամ։ Սահմանին սպասող մարդիկ կան, մոտ 200 մարդ եմ տեսել։ Հերթը մեծ է։ Հայկական սահմանին շատ են սպասեցնում, մոտ 2 ժամ։ Too much waiting as on the border. Armenian stuff.
թռիչքների չեղարկման պատճառով տարբեր երկրներում են մնացել հայերը, օրեր շարունակ նրանք սպասում են այլընտրանքային երթուղիների։ Երեկ վերջապես հայկական ավիաընկերությունն առաջարկեց լուծում, որը սակայն բոլորին չէ, որ հասանելի է, պետությունը չի փոխհատուցում ծախսը, որպես հետևանք 200 տեղանոց օդանավով ընդամենը Հայաստանի 15 քաղաքացի է հայրենիք վերադարձել։ Վաղ առավոտյան Երևանում վայրեջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալ ցանկացող Հայաստանի քաղաքացիների առաջին խումբը, սակայն ինչպես պարզվեց, արտաքին գործերի նախարարության կազմակերպած թռիչքը ոչ թե պետության հաշվին էր, այլ քաղաքացիների։ Մեկ տոմսի գինն անցնում էր 1000 եվրոյի սահմանը։ Չվերթների չեղարկման հետևանքով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների տարհանումը փաստորեն պետությունը չի ֆինանսավորում։ Մարդկանց մի մասը ծոցի երկրներ է մեկնել հանգստանալու նպատակով։ Մի մասն էլ տարածաշրջանի մեծ օդանավակայաններից մեկից պետք է այլ ինքնաթիռով շարունակեր ճամփորդությունը դեպի Հայաստան կամ այլ երկրներ։ Հայաստանի կառավարությունը միայն հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող քաղաքացիներին Օմանի մայրաքաղաք Մասկատ ավտոբուսով անվճար տեղափոխելու մասին։ Թանկ տոմսերից ոչ միայն Հայաստանում են դժգոհում։ Մասկատից Հռոմ վերադարձած երիտասարդը լրագրողներին պատմում էր, մեկ անձի համար 1500 եվրո էր անհրաժեշտ վճարել։ Ընտանիքներ կային, երբ դուք 4-5 հոգով եք, շատ թանկ է։ Դրա համար էլ ինքնաթիռում ազատ տեղեր կային։ Որոշ երկրներում, սակայն, քաղաքացիներին վտանգավոր վայրերից վերադարձնելու համար այլ կարգավորումներ են գործում։ Օրինակ, Գերմանիայում քաղաքացիները կարող են նախապես թուղթ լրացնել ու ըստ էության պարտքով ինքնաթիռ բարձրանալ, պարտավորություն ստանձնելով հետագայում փոխհատուցել։ Հենց առաջին օրը կապվել ենք Հայաստանի դեսպանատան հետ, հաշվառման ենք կանգնել եւ մեզ ասել են, որ հետագա քայլերի մասին մեզ կտեղեկացնեն։ Եթե ծոցի երկրներում մնացած քաղաքացիները չեն կարող միանգամից այդքան գումար վճարել կամ ճանապարհը դեպի Մասկատ անվտանգ չեն համարում, այլ ընտրանքը հենց տեղում մնալն է։ Աբու Դաբիի տեղական իշխանություններն օրինակ փոխհատուցում են թռիչքների չեղարկման պատճառով հյուրանոցային բոլոր ծախսերը։ Իզաբելլա Սարգսյանն իր 3 անչափահաս երեխաների հետ այժմ Աբու Դաբիի կղզիներից մեկի հյուրանոցում է։ Այսինքն այսօրվանից մենք մնալու ենք մեր նույն հյուրանոցում, մեր նույն սենյակում, Աբու Դաբիի կառավարության հաշվին։ Շաբաթ օրվանից Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան Թեհրանը թիրախավորում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները։ Հարվածներ են հասցնում նաև քաղաքացիական օբյեկտներին։ Իզաբելլա Սարգսյանը պատմում է, ձայները լսելի են։ Իրավիճակը տատանվում է, 3 ամբողջ օրը տագնապ չի եղել։ Այս գիշեր ժամը 2:40-ից մոտավորապես մինչև ժամը 4 ընկած հատվածը լսել ենք հուշկին հարվածներ։ Ոչ մի պայթյուն չի տեղի ունեցել, այսինքն խփել են օդում, հոգն է աշխատել։ Ռիչարդ Զաքարյանն այժմ պետք է բաց ծով նավարկության դուրս եկած լիներ, սակայն շաբաթ օրվանից անշարժ կանգնած նավի վրա է։ Պատմում է, անգամ պատշգամբ դուրս գալ չէին թույլատրում։ Այժմ գոնե մաքուր օդ կարող են շնչել։ Մեզ զգուշացրեցին, որ կարող գաք վերցնենք ձեր անձնագրերը ու երբ որ դուրս գաք շենքից, նավից, այդ դեպքում արդեն ամբողջ պատասխանատվությունը լինում է մեր վրա, ոչ թե իրանց։ Ներկայային մենք գտնվում ենք դեռ նավում, ովքեր որ չենք կարողանում նույնիսկ օգտվել բասեյնից, չենք կարողանում դուրս գալ պատշգամբ, որտեղ որ տեղ կա քայլելու, հա, քանի որ մենք ունենք պատշգամբ, բաց պատշգամբ, մեզ դա բավականին մեծ օգուտ տվեց, այսինքն կարողանում ենք մաքուր օդ շնչել։ Զաքարյանը հակաօդային պաշտպանության աշխատանքն անձամբ է տեսել, նաև նկատել է Դուբայը պատած ծուխը։ Ինձ թվաց սայլուտ է նստած այստեղս, ասում եմ սայլուտ է, բայց փաստորեն հետո իմացանք, որ պատերազմ է սկսել, մենք մինչև այդ չգիտեինք, որ պատերազմ է սկսել։ Սևան Շիրվանյանն ավելի քան 10 Հայաստանի քաղաքացիների հետ Քուվեյթում է մնացել։ Շրի Լանկայից վերադարձող խումբը Քուվեյթի օդանավակայանով պետք է Երևան ժամաներ, սակայն հարվածներից հետո օդային տարածքը մարդատար ինքնաթիռների համար փակվեց։ Նրանք այժմ հյուրանոցներից մեկում են ու սպասում են, գուցե Հայաստան վերադառնալու որևէ տարբերակ լինի։ Պատմում է, երեկոյան ժամերին օդային տագնապի ազդանշանն է միանում։ Ազդանշանները աշխատում են, հոպը աշխատում է եւ լսվում է հակաօդայինի ոսվասած հարվածների ձայները։ Ցերեկները հիմնականում ավելի հանգիստ վիճակա մտնորդա։ Այս օրերին աշխարհի բոլոր կողմերում են կառավարությունները փորձում օգնել իրենց քաղաքացիներին, որոնց թիվը 100 հազարներով է հաշվում։
Իրանի շուրջ զարգացումների լրահոսն անընդհատ թարմացվում է Ազատության կայքում և Տելեգրամի ալիքում։ Իսկ հաղորդման երկրորդ հատվածում այլ թեմաներ։ Ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Իշխանության ու ընդդիմության նախընտրական հարցումները տրամագծորեն տարբեր պատկեր են ցույց տալիս։ Ջրային կոմիտեի ղեկավարը հաստատում է, ամռանը գիշերային ջրանջատումներն անխուսափելի կլինեն։ Ես կարծում եմ վերևներից հրահանգը իջեցրել են ու Քաղաքապետին խիստ քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է, իրեն կրկին փորձում են մեկուսացնել։ Ընտրություններից 3 ամիս առաջ իշխանությունն ու ընդդիմությունը սեփական հարցումներն են վկայակոչում և դատելով կողմերի պնդումներից դրանք տրամագծորեն տարբեր պատկեր են ուրվագծում։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները համոզմունք են հայտնում, որ հեղափոխությունից 8 տարի անցել երկրի ղեկը իրենց ձեռքում են պահելու, ընդդիմադիրների հաշվարկներով մինչդեռ քաղաքացիական պայմանագիրը վաղուց կորցրել է հայաստանցիների մեծամասնության աջակցությունը։ Բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հենց թող նա դրանով զբաղվի։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը պնդում է, իր տվյալներով երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի։ Թե որտեղից իրեն այդ տվյալները խորհրդանի խոսնակը չբացահայտեց, բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու։ Ալեն Սիմոնյանի համոզմամբ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասը իրենց ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի։ 2021-ին Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը ստացել էր ավելի քան 260,000 ձայն։ Տեսեք, ես այնուամենայնիվ ինչ-որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։ Քոչարյանը, որտեղ իրանք երկուսն էլ ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից։ Արձագանքելով Ալեն Սիմոնյանի այս պնդումներին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Ազատությանը փոխանցեց, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել, սակայն չմանրամասնեց, թե ինչ պատկերի մասին է խոսքը։ Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը։ Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին։ Գրեթե վստահ եմ, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Իդեպ Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի մասին։ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կկայացնեն սոցհարցումներից հետո։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայնով բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Մարջ են գալի, ասեք, դուք ասեք, դուք ինչ եք ուզում, ես ասեմ, ես ինչ եմ ուզում։ Կասկածի տակ դնելով Քոչարյանի առաջնորդած ուժի խորհրդարան անցնելու հնարավորությունն ազգային ժողովի նախագահը փոխարենը պնդում էր, թե վարչապետ Փաշինյանի իշխող ՔՊ-ն հունիսի 7-ին շատ ավելի մեծ թվով ձայներ է ստանալու, քան նախորդ ընտրություններում։ 2021-ին ՔՊ-ի օգտին քվեարկել էր ավելի քան 680,000 ընտրող։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մինչ ՔՊ-ն ու Քոչարյանի թիմը հերակավիճում են, թե ով որքան ձայն կհավաքի հունիսի 7-ի ընտրություններում, երրորդ նախագահի թիմը կրկին իմպիչմենտի մասին է հիշեցնում։ Դեմ լինել իմպիչմենտին նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին։
Ինչու ընտրություններից 3 ամիս առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականը որոշեց եւս մեկ անգամ թարմացնել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու հարցը։ Վարչապետին խորհրդանում անվստահություն հայտնելու Հանրապետականի նախաձեռնած գործընթացը անցած տարի այդպես էլ որևէ արդյունք չտվեց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում, որ նրանք ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնեն։ Անհրաժեշտ 36-ի փոխարեն ունեն 34 ձայն, իսկ որպեսզի նախագիծը ընդունվի, 54 падգամավոր պետք է կողմ քվեարկի։ Այսինքն մոտ 2 տասնյակ իշխանական падգամավոր պետք է միանա ընդդիմության իմպիչմենթի նախաձեռնությանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ։ Հետևաբար ինչն է ստիպում երրորդ նախագահային ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերին կրկին փողոց դուրս գալու առաջարկ անել։ Արդյոք այս կերպ Հանրապետականը չի թիրախավորում հենց ընդդիմադիրներին, ընտրություններից առաջ քաղաքական ուժերին կանգնեցնելով հերթական ցախողված փորձի առաջ։ Դուք համարում եք, որ իրողություններ չեն փոխվել։ Հայաստանում իրողություններ են փոխվում ամեն օր։ Եվ եթե Հայաստանում կա մի ընդդիմադիր, որը կկանգնի ու կասի, որ ինքը փողոցային պայքարին դեմ է, ես շատ զարմացած կլինեմ։ Պատիվ ունեմ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հանրապետական Հայկ Մամիջանյանը կարծում է, որ իմպիչմենտն ու ընտրական process-ները իրար չեն հակասում, այլ փոխ լրացնում են։ Անկախ արդյունքներից ՀԿ-ում կարծում են, որ փողոցային պայքարը կստիպի իշխող ԿՊ-ին ետ կանգնել ընտրակեղծիքներից։ Եթե իմպիչմենտի օրակարգով գեներացվի փողոցային հուժկու պայքար, նույնիսկ եթե այն չհասնի իր նպատակին, ապա այն հավելյալ լծակ է իրական ընդդիմության ձեռքում, որպեսզի զսպեն իշխանություններին կեղծիքներ, խախտումներ անելը, որոնք իրենք միանշանակ անելու են։ Սա անդրությունները ինչ իմպիչմենտ, ինչ փողոցային պայքար։ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ իմպիչմենտ անեն։ Հանրապետականի վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանը երեկ էր դիմել կուսակցության գործադիր մարմնին, խնդրելով քննարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգի շուրջ ընդդիմադիրներին միավորելու հարցը։ Իր կուսակցի այս առաջարկին Հանրապետականը խոստանում է արձագանքել առաջիկայում գումարվելիք գործադիր մարմնի նիստից հետո։ Ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել։ Երրորդ նախագահի առաջնորդած ուժը դեռևս որոշում չունի մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, թե ոչ։ Սերժ Սարգսյանը խոստացել է այդ հարցի պատասխանը տալ այս ամսվա վերջին կամ ապրիլի սկզբին։ Ստեփանակերտցի Կարեն Ավանեսյանի գործը հասել է Եվրոպական դատարան, նրա առողջական խնդիրների մասին փաստաթղթի կրկնօրինակն ի վերջո փաստաբանների ձեռքում է։ Ավանեսյանին Բաքուն մեղադրում է, թե նա Արցախի հայաթափումից հետո մնալով հայրենիքում ահաբեկչություն է նախապատրաստել։ Արցախցի տղամարդու բժշկական փաստաթղթերը նրա հոգեկան առողջությանն են վերաբերում։ Գրեթե 3 ամիս տևած բյուրոկրատական քաշքշուկից հետո փաստաբաններին հաջողվել է վերցնել ադրբեջանական բանտում պահվող արցախցի տղամարդու հոգեկան առողջության մասին փաստաթղթերը։ 58-ամյա Կարեն Ավանեսյանի բժշկական տվյալների մի մասը պատճենների տեսքով Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո տեղափոխել են Հայաստան, բայց առողջապահության նախարարությունը մերժում էր տրամադրել դրանք բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ։ Փաստաբան Արա Ղազարյանն ասում է, իրենք միջազգային դատարանին հայտնել էին առողջական խնդրի մասին, բայց չէին կարողանում ուղարկել բժշկական տեղեկանքը։ Դա ապացույց է, որ մենք պարտավոր ենք ներկայացնել Եվրոպական դատարան, որտեղ եթե ինչ-որ մի պնդում ենք ներկայացնում, պետք է դրա վերաբերյալ ապացույց ներկայացնել։ Հիմա մենք ունենք անուղղակի ապացույց։ Ուղղակի ապացույցները Ստեփանակերտում են, Ադրբեջանի վերահսկողության ներքո, ի վերջո Ադրբեջանը օկուպացրել է այդ տարածքը, գտնվում է նրա արդյունավետ հսկողության ներքո, այսինքն իրենց համար հասանելի է։ Մենք միջնորդել ենք Եվրոպական դատարան, ուսի Ադրբեջանից ուզի ուղղակի ապացույցները առողջական վիճակի մասին։ Փաստաբանը հույս ունի, որ այս փաստաթղթերը կարող են հետագայում ազդել Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշման վրա, որ հոգեկան խնդիր ունեցող մարդուն մեղադրել է ծանր հանցագործության մեջ ու դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել միանգամից 8 հոդվածներով։ Ըստ Բաքվի նա ահաբեկչություն էր նախապատրաստել անցած տարի Ստեփանակերտ նախագահ Ալիևի այցի օրը։ Փաստաբան Ղազարյանն այժմ զբաղված է Ստրասբուրգի դատարան ուղարկվելիք փաստաթղթերի փաթեթը կազմելով։ Այս ամիս դրանք կներկայացնի Միեդին։ Ես կարծեմ դա կօգնի մեզ, որպեսզի մենք ապացի բեռը տեղափոխենք Ադրբեջանի վրա, ստեղծելով վիճելի հարց, իսկ մինչև մենք ներկայացնում ենք, որպեսզի հարց կա վիճելի, բայց ապացույց չենք ներկայացնում։ Մենք արդեն ունենք ապացույց եւ կարծեմ արդեն Եվրոպական դատարան արդեն Ադրբեջանից կպահանջի հերքել մեր ներկայացրածը։ Փաստաբանի խոսքով Բաքուն Եվրադատարան է ուղարկել տվյալներ, թե արցախցի տղամարդը առողջական որևէ խնդիր, այդ թվում հոգեկան չունի։ Հայկական կողմի փաստաթուղթը սակայն Միեդին հնարավորություն կտա իրական պատկերացում ստանալ։ Դա մնացածը արդեն
փաստերի արժանավատությունից է կախված, այո։ Երբեմն դատավարությունը բանը ասում է նրան, որ ստիպված պետք է դատարանը ինքնուրույն ուսումնասիրի, թե կողմերից որ մեկի ներկայացրած ապացույցներն ավելի արժանավատ, ավելի վստահելի, ապացույցներ ավելի ամբողջական եւ այլ եւ այլ։ Դատավարությունը ինձ թվում է այդ ուղղությամբ է առաջնորդվելու։ Եվրոպական դատարանում հայաստանցիների շահերը ներկայացնող փաստաբանի կարծիքով Կարեն Ավանեսյանի գործում դատարանի համար կարևոր փաստարկ է նաև Բաքվի պահվածքը։ Դեռ հոկտեմբերին դատարանը հրատապ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է Ավանեսյանին հնարավորություն տալ կապ հաստատել փաստաբանի հարազատների հետ։ Բաքուն մինչև հիմա չի կատարել այս որոշումը։ Այն հանգամանքը, որ այդպես էլ չկատարվեց դատարանի որոշումը Կարեն Ավանեսյանին հնարավորություն տալու զանգելու իր փաստաբաններին կամ հարազատներին, այդ բաց թողումը Ադրբեջանի կողմից կարող է հետագայում դեր ունենալ վճռի կայացման առնչությամբ։ Որ բժշկական այս տեղեկանքը կարևոր հիմք է ՄԻԵԴ-ի հետագա որոշումների կայացման համար, կարծում է նաև Արցախ միության ղեկավար Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Այս տեսանկյունից կարևոր կլինի, որ բացվի Կարեն Ավանեսյանի հետ հաղորդակցության մեխանիզմը եւ երկարաժամկետ կտրվածքով քննարկել ու գտնել լուծումներ նրան հայրենիք վերադարձնելու համար։ Բայց սա բավականին երկար ճանապարհ է եւ ես վստահ եմ, որ այդ ճանապարհը հիմնականում ՄԻԵԴ-ի միջոցով պետք է անցնի։ Բեգլարյանը լիազորված է ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող տղամարդու անունից հանդես գալ Եվրադատարանում։ Հույս ունի, որ արցախցի տղամարդու ազատության համար Եվրոպական դատարանը մի դուռ կբացի։ Հա, միանշանակ, որովհետեւ մի բան է սովորական անձ, մեկ այլ բան է հոգեկան խնդիրներ ունեցող անձ։ Ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հոգեկան խնդիրներ ունեցող անձինք համարվում են ամենախոցելի խմբերին պատկանող անձինք։ Կարեն Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո մնացել էին Ստեփանակերտում։ Անցած սեպտեմբերին նրան ձերբակալեցին ու պնդեցին, թե Ավանեսյանը Կալաշնիկով ինքնաձիգով լիցքավորված պայստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ այն վայրին, որտեղ Ալիևի այցի կապակցությամբ միջոցառում էր։ Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են, Կարենը դիմադրել էր կրակ բացել, նռնակներ նետել։ Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ էր տարածել ու դա որակել ահաբեկչության նախապատրաստություն, բայց այդտեղ Կարենը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Ալիևն է, այլ հակառակ ուղղությամբ։ Ավանեսյանից բացի Բաքվի բանտերում են եւս 19 հայ, այդ թվում Ղարաբաղի նախկին ղեկավարները։ Եվրոպայի խորհրդի եւ գործընկեր կազմակերպության լրագրողների անվտանգության պլատֆորմի տարեկան զեկույցում Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում Ռուսաստանի, Բելարուսի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ նույն շարքում։ Պատճառը ընդդիմադիր հայացքներով հայտնի փոդքասթերների կալանավորումն է, նրանք մեղադրվում են խուլիգանության համար ազգային ժողովի նախագահի վիրավորական խոսքերին հայոյախառն արտահայտություններով պատասխանելուց հետո։ Ես կարծում եմ տվյալ պարագայում այլ գնահատական համենայն դեպս իմ կողմից, քան որ սա շատ մտահոգիչ փաստ է եւ ստվերում է այն առաջընթացը, որը որ գրանցվել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ, այլ գնահատական իսկապես չի կարող լինել։ Եվ այստեղ խոսքը գնում է իհարկե Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման հետ կապված այդ դեպքը եւ իհարկե պետք է ասել, որ մեծ հաշվով նրանց նկատմամբ ի սկզբանե կիրառվեց անհամաչափ միջոցներ եւ դրա մասին բնականաբար միջազգային կազմակերպությունները տեղյակ են։ Ասեմ, որ միջազգային կազմակերպությունների գնահատականներում այսպես շատ լուրջ տարանջատում չի կատարվում, թե ինչի համար է լրագրողը հայտնվել բանտում։ Միայն այդ փաստը, որ լրագրողը բանտում է, բավական է, որպեսզի սա որպես ուրեմն լուրջ քննադատության առիթ դառնա եւ այն պլատֆորմը, որը որ դրանով զբաղվում է, շատ բազմաթիվ երկրներում է իրականացնում այդպիսի հետազոտություն եւ Հայաստանը բացառություն չէ եւ այդ պլատֆորմի ուշադրությունը չէր կարող այդ փաստի վրա չսևեռվել։ Սա իհարկե երկրի վարկանիշի վրա բացասաբար է ազդում եւ պետք է դուրս գալ
այդ պիտակի տակից։ Ես կարծում եմ, որ սա կարող է ազդակ հանդիսանալ եւ պետք է հաշվի առնվեն իշխանությունների կողմից այսպիսի ազդակները եւ հատկապես նախընտրական շրջանում շատ ավելի շրջահայաց պետք է լինի իշխանությունը եւ թույլ չտա, որպեսզի նման գործողություններով ստվերվեն գալիք խորհրդարանական ընտրությունները։ Երևանի քաղաքապետին խիստ քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը, որն ուղիղ եթերում ծեծի էր ենթարկվել Նորքի թաղապետի կողմից, կրկին ահազանգում է իր նկատմամբ ճնշումների մասին։ Չախոյանին նորից հիշել են զինկոմիսարիատում։ Դե ես կարծում եմ վերևներից հրահանգը իջեցրել են ու Նորից վարժական հավաքի են կանչում, նորից ընտրություններից առաջ, ահազանգում է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ի սկզբանե շեշտելով այնպես չէ, որ այդ հավաքներից խուսափում է։ Պատիվ է, իմը պատիվ է 25 օր վարժակի հավաքների մասնակցել, ես չեմ խուսափում, ես ծառայել եմ 18 տարեկանս լրանալուն պես Արցախում, Ջաբրայիլում, դիրքել եմ պահել, այսինքն ծառայությունից ես ոչ մի կերպ չեմ խուսափում, ուղղակի ցավալին այն է, որ պետական կառույցի օղակները, այդ թվում ինչպես Պաշտպանության նախարարությունն է, քաղաքական նկատառումներով են օգտագործում։ Թաց հողը։ Հերիք չի որ հիտում չեն ցանում, ու արդեն հողի վրա ասֆալտ են փռում։ Չախոյանը Երևանյան խնդիրների վերաբերյալ պարբերաբար վիդեոահազանգեր է տեղադրում սոցցանցի իր էջում։ Ասֆալտ է առանց բիտումի, բարեկարգված այգիներում սալիկներն են պոկվում առանց ջանքի, բենզալցակայաններ խախտումներով։ Նա նաև պարբերաբար հայտնվում է սկանդալների էպիկենտրոնում, բռնության ենթարկվում, այդ ամենը կապում իր գործունեության հետ։ Եվ ահա անցած շաբաթ զանգ է ստանում զինկոմիսարիատից ու անմիջապես ներկայանում։ Բառացի ինձ ասել են, որ ձեր տվյալները անվանական այգ է, որ 25 օրյա վարժական հավաքներին ձեզի ուղարկենք։ Այդ ամբողջ խոսակցությունից ես հասկացել եմ մեկ բան, այդ ամենի նպատակն է ընտրությունների նախաշեմին ինձ վրա ճնշում գործադրելով լրացնել։ Նոր Նորքի զինկոմիսարիատի աշխատակիցն է ասել։ Հետաքրքիր է համարում այն, որ իրեն գրավոր ծանուցում չեն ուղարկել, կանչել ու բանավոր են ասել, որովհետև կարծում է զինկոմիսարիատում էլ են գլխի ընկել, որ օրենքի խախտում է։ Բանն այն է, որ Չախոյանը երկու գործով մեղադրյալ է։ Շուտով մի այլ գործով էլ վստահ է իրեն մեղադրանք կառաջադրվի։ Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով մեղադրյալներին վարժական հավաքի չեն տանում։ Չի կարող կանչվել այն քաղաքացին, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Չախոյանի խոսքով իրեն լրացնելու բազմաթիվ փորձեր են եղել, մահափորձ, ձերբակալություն, քրեական տարբեր գործեր, բայց ինքը չի լռել, հիմա էլ 25-օրյա վարժական հավաքի մեթոդն են փորձում։ Իրեն կարծում են իբրև թե ես պետք է վախենայի եւ իրենց, չգիտեմ, ասենց ասած առևտրի գնայ, կլինի վայ ինձ չտանեք կամ եւ այլն սուս կմնամ ընտրության շեմին եւ այլն։ Չախոյանին այդ ժամանակ երամսյա վարժական հավաքի էին կանչել նաեւ 2023-ին Երևանի ավականու ընտրություններից առաջ։ Պատմում է այդ ժամանակ էլ անհեթեթ իրավիճակ ստեղծվեց, որովհետեւ Հայաստանի քաղաքացի չէր, անցյալ տարի է քաղաքացիություն ստացել։ Նորից է շեշտում, զինվորական վարժանքից չի խուսափում, անընդունելի է համարում այն մահակ դարձնելը քաղաքական նպատակներով։ Նույնիսկ չեմ մեղադրում այն անձին, որ ինձ զանգել է, կանչել է 25 օրյա վարժակների հավաքներ, որովհետև շատ լավ հասկանում եմ, որ այդ ամենը վերևներից հրահանգավորված է եղել, նրանք է պարտականությունը կատարել են։ Ով է հրահանգ տվողը? Չախոյանը ենթադրում է այս ամենը կապ ունի իր վերջին տեսանյութերից մեկի՝ Եռաբլուրի ճանապարհի հետ։ Այն անցյալ տարի նորոգվել, սալիկապատվել էր ու հիմա քանդվում է ձեռքի մեղմ շփումից։ Ուղղակի խոսքեր չեմ գտնում, որ Պաշտպանության նախարարությունից առայժմ մեկնաբանություն չենք ստացել Չախոյանի ահազանգի վերաբերյալ, բայց երեկ Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովում այս մասին բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավորներից Գեգամ Մանուկյանը։ Արդյոք այդ նույն աշխատավոճը, որ ինչ որ ոչ ցանկալի մարդկանց ընդգրկել է վարժական հավաքներում, վառ արտահայտված օրինակներից մեկն է։ Հանձնաժողովի նախագահը հակադարձեց, նույնիսկ ակադեմիական թատրոնի ֆագոտ նվագող միակ երաժշտին են հավաքի տանում, ինչ կա։ Երբ որ նրան 25 օրյա հավաքի են կանչում, ստիպված ինչ որ բեմադրություն հավում է արանքից եւ Դուրգարյանը շատ դեպքերում
միջնորդում է, որ տարակ մեկ էս կատակ եմ անում, ասում բա ֆագոտիստ ինչ տանենք, ում տանենք, այդ չի հարցը։ Քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը տարակուսեց վարժական հավաքի անունը լսում ու հետապնդում են համարում ընդդիմադիրները։ Նոր ընդդիմադիր սերունդա դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Գեգամ Մանուկյանը հիշեցրեց, օրենքն արգելում է այդ մարդուն հավաքի կանչել։ Քրեական գործով անցնում է։ Այսինքն հիմա ոչ թե այդ մարդու վարժական հավաք տանել չտանելու հարցն է, այլ կանոնակարգումն է։ Մարդը, որը քրեական հետապնդման տակ է, վարժական հավաքի չի կանչվում։ Շատ լավ, ժողովուրդ ջան, թող փաստաբանները այդ հարցը պարզեն։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը քննարկմանը հետևեց ու չարձագանքեց ոչ մի բառով։ Չնայած կառավարությունն անցած շաբաթ շտապեց հայտարարել, թե Veolia-ի հաստարարած ամառային ջրանջատումների գրաֆիկը վերանայվել է, բայց հիմա արդեն պաշտոնապես նշվում է, որ այնուամենայնիվ ջրանջատումներից խուսափել չի հաջողվի, գուցե պարզապես 7 ժամի փոխարեն 4 ժամով անջատեն ջուրը։ Ձորախբյուրում ջրի կորուստ չկա, որովհետև առհասարակ ջուր չկա, ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Հայաստանը վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ է վերցրել երկրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունները բարելավելու նպատակով։ Գաբրիելյանը ջրային կոմիտեի նախագահից հարցրեց, այդ ծրագրի շրջանակներում իրենք ջուր կունենան։ Կարող ենք դիտարկել, որ այս ծրագրի շրջանակներում Ձորախբյուրում նույնպես ջուր ունենալու, թեկուզ օրական 2-3 ժամ ջուր ունենալու հույս կնի, որտեղ այնտեղ ընդհանրապես ջուր չկա։ Երևանի մերձակա Ձորախբյուր թաղամասում շուրջ 500-ից 700 առանձնատուն կա։ Այստեղ ամռանը շաբաթական 1 օր ու 1 ժամով է խմելու ջուր լինում։ Ոռոգման ջուր էլ ընդհանրապես չկա, ասում են բնակիչները։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի փոխանցմամբ Veolia-ն եւ կառավարությունը խմելու ջրի մատակարարման ջրահեռացման համակարգերում տարեկան 11 միլիարդ դոլարի ներդրում են անում։ Ու այդ շրջանակներում նաեւ Ձորախբյուր թաղամասի հարցը կդիտարկեն, բայց երբ չասած։ Ուզում եմ հաշվի առնեք, որ նման կարիքներ ունենք Հայաստանի բազմաթիվ համայնքներում եւ բազմաթիվ բնակավայրերում։ Veolia-ի հետ համագործակցությամբ մենք ընտրում ենք ամենահրատապ բնակավայրերը։ Այս պահին ընթացիկ ծրագրեր ունենք, օրինակ Նուբարաշենում, Աջափնյակում, Երևանի կենտրոնում, ունենք Ալավերդիում, Արագածոտնի մարզում, ընտրվել են այն բնակավայրերը, որտեղ ամենամեծ կորուստներն են, որպեսզի ունենանք ամենաշատ խնայված ջուր։ Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց ազգային ժողովի հաստատման ներկայացրած վարկային այս ծրագրի առաջին փուլում 25 միլիոն դոլարի ներդրում կարվի ջրամատակարարման ու ջրահեռացման ուղղությամբ, 120 միլիոն էլ ոռոգման համակարգի ու ենթակառուցվածքների վերակառուցման եւ հիմնանորոգման համար։ Տարիներ շարունակ այս ոլորտը ռազմավարություն չի ունեցել, վստահեցրեց դա էլ կլինի։ Կապիտալ աշխատանքների մեծ մասն էլ Երևանում կլինեն, որովհետեւ ասած ջրի օգտագործման ծավալներն անհամեմատ մեծ են մայրաքաղաքում։ Պատգամավորները հետաքրքրվեցին։ Veolia ջուրն օրերս հրապարակել էր ջրամատակարարման 17 ժամյա գրաֆիկ, հետո կառավարությունը պնդեց, թե գրաֆիկը կվերանայվի, բայց առանց դրա էլ մայրաքաղաքի շատ հասցեներում գիշերը ջուր չի լինում։ Ղալամքարյանի պատասխանն ընդհանրական էր։ Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու, պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու եւ դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր, բավականին մեծ ծավալների, խոսքը վերաբերում է թե Երևանին, թե մարզերին, եւ երկրորդը ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել եւ այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով։ Ջրամատակարարման նոր գրաֆիկը հրապարակելու համար 2 շաբաթ ժամանակ են խնդրել, ասաց Ղալամքարյանը։ Պաշտոնյան խոստացավ 7 ժամ տևող ջրանջատումները կկրճատվեն, հասցնելով 3-ից 4 ժամի։ Բայց ընդգծեց ամռան պիկ ամիսներին գիշերային ջրանջատումները պարտադիր են, որ ջրավազանները լցվեն, կուտակված ջրերը ցերեկն օգտագործվեն։ Հայաստանը ջրի խնդիր չունի, հակադարձեցին ընդդիմադիր պատգամավորներն ու հիշեցրին, բազմիցս են խորհրդանի ամբիոնից խոսել համակարգի խնդիրներից։ Գառնիկ Դանիելյանը ջրային կոմիտեի նախագահից հետաքրքրվեց։ Այդ ո՞նց է լինում, որ այդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ կառավարության զանգով դες կարգավորվում, արդյոք սա մանիպուլյացիա չի։ Կարան զանգեն եւ այդ խողովակաշարերը
արդեն խնդիր չունենան, կորուստ չլինի, բանանի, այդ բան գաղտնիք ուզում եմ մի հատ ասեք էլի ոնց է։ Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի, ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ եւ դրանց արդյունքում ունենալու են խնայված ջուր։ Երկրորդ գործոնը հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են, մոտավորապես 200 լիտր վարկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով։ 2017 թվականին Veolia-ն Հայաստանի ջրային համակարգը ստանձնել է 80% մաշվածությամբ գրեթե 90% ջրային կորուստով։ Ասաց Պաշտոնյան, պնդելով ջրային կորուստները մի քանի անգամ կրճատվել է, հասնելով 46-ից 50%։ Veolia-ի հետ պայմանագիրը գրվել է 2015-ից 2017 թվականներին։ Ես չէ որ ձեզ պիտի հիշեցնեմ ով է եղել իշխանության այդ տարիներին։ 2017-ին մենք ժառանգություն ենք ստացել այդ պայմանագիրը եւ Veolia-ին։ Այո, այդ պայմանագրով ենթակառուցվածքներում ներդրումները պիտի անի պետությունը։ Ես էլ ձեզ ասում եմ, եթե պայմանագրում նախկին իշխանությունը գրել էր 1.5 միլիարդ դրամ տարեկան, 2 միլիարդ դրամ տարեկան, այս կառավարությունը որոշում է կայացրել տարեկան ծավալը հասցնել 11 միլիարդի։ Անելու ենք նույնքան 26-ից 27 թվականներին։ Նորից նախկիններն են մեղավոր, հարցրեցին ընդդիմադիրները։ Իշխանական падգամավոր Ծովինար Վարդանյանն ու ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը սկսեցին իրար հակադարձել։ Թե այդ ժամանակ պայմանագիրը նկատելի չէր, այդքան էական չէր։ Գիտեք խնդիրը որտեղ է, դուք ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ընդհանրապես քաղաքացու մասին չեք մտածում։ Ասում եմ 15 թվին է պայմանագիրը կնքվին, ապա 15 թվին մենք բացարձակապես կապ չունեինք իշխող կոալիցիայի հետ։ Մարդիկ 8 տարի է իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր։ 8 տարվա ընթացքում մի հատ պայմանագիր չեն բաշխարել, վերափոխեն։ 70 միլիոն եվրոյի վարկային այս ծրագրի քվեարկությունը վաղն է։ Սա այս թողարկման վերջին տեսանյութներ, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։